Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր մայիսի 8-ն է եւ երկրապահի օրն է։ Ես ավանդույթի ես պետք է լինեի եռաբլուրում իմ ընկերների հետ, ովքեր դեռ ողջ են, իսկ մեր ընկերները, որոնք մահացած են, արդեն գտնվում են ներքևում, դարձել են պահապան հրեշտան այս երկրի, մեր երկրի։ Եվ դրա համար չեմ գնացել, որպեսզի Տիկին Դատախազի զեկույցը լսեմ եւ լսեմ ինչ կա հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված։ Մարտի 1-ով հարց չեմ տվել։ Եվ Տիկին Վարդապետյան, եթե հիշում եք, անցյալ տարի եմ տվել այդ հարցը, նախանցյալ տարի եմ տվել, եւ ձեր հետ առաջին հանդիպման ժամանակ անձամբ ինձ հետաքրքրել էր ձեր մոտեցումները կարևորագույն երկու չբացահայտված գործերի՝ հոկտեմբերի 27, մարտի 1, եւ դուք ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ դուք ասիք, որ դա մեր երկրի պատվի գործն է։ Դա ճիշտ է։ Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն էր, որի չբացահայտումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։ Հրանտ Մաթևոսյան, հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր հոկտեմբերի 28-ին։ Եվ այդ որդը պետք է մեզ չհոշոտի ամեն օր, ամեն տարի։ Շատ խորը իմաստ կա, այո, 28-ին բացահայտված լիներ եւ վերջանար։ Մենք իրար մեջ պետք է ճշնամիներ էլ ման չգայինք։ Բայց այսօր այդ վիճակն է, մինչև բացահայտված չի։ Ես երբ որ մի դրվագ հնչեցրեցի եւ այսօրվա իմ բանը այդ մի դրվագն էր մինչեւ Եղոյանի ուրեմն հնչեցրած դատախազության տիրույթում գործող գործողությունների միջավայրի մասին շատ մտահոգիչ բան ասեց։ Ես ակնկալում էի, որ 27-ի հետ կապած դուք պետքա ոչ թե հիշատակեք նախաքննության գաղտնիքները, ես շատ լավ գիտեմ դա ինչ բան է, իմ ամբողջ կյանքը այդ գաղտնիքների միջով անցել է, գիտակից, պաշտոնավարման ընթացքում։ Այստեղ բայց բաներ կան, որ նախաքննության գաղտնիքին չէր առնչվում։ Եվ վերջին հաշվով այս հարցը ես ձեզ պետք է տայի, այլ ոչ թե Աղվան Հովսեփյանին։ Ոնց եք պատկերացնում, եթե Աղվան Հովսեփյանը լիներ գլխավոր դատախազ եւ իրեն այսպիսի հարց հնչեցվի հոկտեմբերի 28-ի հետ կապված։ Ինչու՞։ Որտեղ այդ ժամանակ դատարանում Աղվան Հովսեփյանն էր հիմնական մեղադրողը դատախազական խմբով, ճիշտ է։ Ճիշտ է։ Եվ դրանից հետո, երբ որ 18 թվականը եղավ, գործող դատախազը Արթուր Պետրոսյանն էր, եւ մեր ակնկալիքները ինձանից էլի 27-ի, ինչպես Արթուր դատել, էլի չեղավ։ Հիմա երբ որ արդեն դուք եք նշանակում, ես միշտ այն պատկերացումն եմ ունեցել, որ երկրի առողջացման արդարացման մեջ գլխավոր դատախազի ինստիտուտը ամենակարևոր ինստիտուտն է։ Նույնիսկ իմ հրապարակային ելույթներից մեկում հիշատակեցի Իտալիայի Ֆալկոնեի հանձնաժողովի նույնիսկ ֆիլմ կար շատ լավ, որտեղ այդ հանձնաժողովի արժե դրված էր խնդիր մաֆիայի ձեռքից երկիրը փրկելու եւ դատախազությունը պետք է աներ համապատասխան իր կառույցներով։ Ճիշտ է, այնտեղ մեծ մասին գնդակահարեցին, բայց դա չի խնդիրը։ Խնդիրը պետական խնդիր լուծելն էր։ Հիմա դատախազության հետ կապված 27-ի հետ կապված հիմնական կարևոր վկաների մեծ մասը մահացել են շատ տարօրինակ ձևով։ Մեկուսարանում էլեկտրիկը մահանում է էլեկտրահարվելով, քեռին մահանում է իրան կախելով։ Էդի Գրիգորյանը այդպես էլ այնց շատ լավ միջավայրում շարունակում է ծմադ մնալ մեկուսարանում։ Ինչ է կարծում Տիկին Դատախազ, եթե մեծ ուժեր չլինեին այս ամենի հետևում, այսպիսի տարօրինակ մահացության դեպքեր կլինեն, Մովսիսյանը ավտովթարից։ 12 թվականին, երբ որ ես Միացյալ Նահանգներում էի Տիգրան Պասկևիչյանի հետ եւ Հայաստանի կորսված գաղտնի մարտի 1-ի հետ կապված, պատահաբար ես տեսնում եմ Տիգրան Նազարյանին սրճարանում։ Պատկերացնում եք ին վիճակը։ Տիգրան Նազարյան կարևորագույն վկա, հմեկ, Տիգրան Նաղդալյանը սպանվեց։ Լավ, այս հարցերը այնքան շատ պարարթողատալի բացահայտման համար, որ այստեղ նախաքննական գաղտնիքով ասել հիմա բան չանենք, որտեվ անջատված մասով քննություն է գնում։ Իսկ տեղյակ եք, որ նախաքննությունը իրականացնող մարմնում ուժեղ պրոֆեսիոնալ թիմ կար ձևավորված քննիչների, Եղոյանի հայրն էլ երջանկայիշատակ այդ խմբի մեջ էր։ Շատ կարևոր գործեր ա քննել Եղոյան։ Նաև Սամվել Հովհաննիսյան կար, որը նաև քննության ընթացքում դուրս էր եկել KGB-ի մեջ մասնակցության դրվագը բացահայտելուց։ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչը քրեական գործ հարուցեց։ Սրանք ինֆորմացիաներ են։
Եվ ես ինձ համարում եմ նաև ինֆորմացիայի կրող, որ հիմա այստեղ պետք է հնչեցնեմ եւ անընդհատ պետք է առաջարկել եմ եւ այդ քննչական խմբի բոլոր անդամները շատ կարեւոր խորհրդատուներ պետք է լինեին այսօրվա անջատված մասի գործը հաջողությամբ ավարտելու համար։ Օրինակ ես չգիտեմ, Սամվել Հովհաննիսյանի մասին ձեզ ասել եմ, կանչել եք այդ մարդու գիտելիքներից սկսած հիշողությունը, թե ինչի համար իրան մեկուսացրեցին։ Գիտեք, որ մեկուսանում ստի դետեկտորի հետ կապված Ալիկ Հարությունյանին հոգեմետ դեղ է ընկվել, ով էր տվել։ Ալիկ Հարությունյանը ես այսօր հնչեցրեցի Փարիզում է, ոնց։ Ուրա Սամվել Ուզունյանը, ոնց։ Հաջողությամբ փակել են Հայաստանի սահմանը։ Դե գնացեք գտեք։ Գտնելու համար մեր երկիրը ունի այսօր բոլոր հնարավորությունները որպես պետություն։ Վերջում նոր կառույցներ ենք ստեղծել, արտաքին հետախուզություն, օպերատիվ կառույցներ, արտաքին հակահետախուզություն հիմա կստեղծվի։ Սրանք կառույցներ են, որ պետության եւ մեր ժողովրդի հիշողության մեջ մնացած կարևոր գործերը օր առաջ բացահայտեն։ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին։ Այսօր 25 թվականն է, մայիսի 8, Երկրապահի օր։ Չեմ գնացել, ինչ պետք է ասել, ես Վազգեն Սարգսյանի գերեզմանի նստելուց, խունկ վառելուց։ Էմոցիոնալ բան եմ ասում, բայց դա իրականում գոյություն ունի շատ-շատերի հիշողության մեջ։ Ուր ուզում եք մտեք, ասում են 27-ը դատավարությունը արագացված, նույն դատախազության գլխավոր դատախազը ոնց թույլ տվեց, որ Ուզունյանը հիմնական վկաներին ասի չէ, արագ վերջացնում ենք։ Բա հիմա դատախազությունը անընդհատ բողոքարկում է, կալանք, շատ լավ։ Բա այն ժամանակ քիչ էին բողոքարկում այդ նույն process-ի արագացման դեմ։ Խնդիր կա չով էր հրահանգավորել, վերջին հաշվով կար երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյան, արագացված process։ Ուզունյանը ոնց հարստացավ անմիջապես, ինչի հաշվին 27-ի արագացված դատավարության, շատ վկաներ չեն լսվել, հանվել են։ Ուզում եմ ասեմ, 27-ը պետք է բացահայտվի, ինչպես նաև մարտի 1-ը, որը դատավարության այսպես մանիպուլատիվ ձգձգման շնորհիվ մի անգամ գնաց փակուղի, հիմա կարող է նորից գնա փակուղի։ Էլի նույն պերսոնաժի հետ գործ ունենք։ Չոր ձեռք են բերվել ապացույցներ այն ժամանակ Նայիրի Հունանյանը, որ հետո երբ որ Հայաստանում փոխվեց Ռոբերտ Քոչարյանը նորից եկավ իշխանության Անգլիայի թագու կարգավիճակից, երբ որ Արամ Սարգսյանին հրաժարականը ստորագրեց, դրանից առաջ պաշտպանության նախարարին ապօրինի զրկելով պաշտոնից, որովհետև պաշտոնը առանց վարչապետի համոզություն չէր կարող լինել, բայց հերթականություն այդպես եղավ եւ սկսվեց արդեն դատավարության process-ը։ Իմիջիալոց ես ասեմ, 2000 թվականի փետրվար ամսին Հայկական ժամանակ թերթում մի հատ հրաշալի վերլուծություն կար Արմենակ Միքայելյան հեղինակի կողմից։ Չեմ հիշում, ձեզ ասել եմ, որ այդ հոդվածը մի հատ նայեք։ Լրջագույն վերլուծություն հոկտեմբերի 27-ի հետ կապված։ Պողոս Պողոսյանը, Նայիրի Հունանյանի մայրիկի ընկերը, փողատվե որ ավտոմատ առն, մահացավ, սա մահացնում են, բայց այսօր շատ կարևոր վկաներ կան, որ Հայաստանում չեն։ Ինչ են կանում, որ վկաներ այստեղ լինեն։ Հա, կարելի ասել նախաքննության գաղտնիքից ելնելով, չենք ասում մարմիններ ինչ են եղել, բայց մի դրվագ էլ հիշեցնում, տիկին դատախազ։ Նայիրի Հունանյանը, երբ որ հայտարարեց արդեն Ռոբերտ Քոչարյանի նորից իշխանություն գալուց հետո, որ ճնշումների միջոցով է իրենից ցուցմունքներ վերցվել, Փահլավունի փաստաբանի ներկայությամբ հարց է տրվել։ Այն ինչ որ վերցվել է ճնշումների միջոցով, դրանք արժանահավատ էին թե ոչ, ասեց այո։ Կարդացեք, բոլոր հատորները ձեր մոտ են։ Ինչ է դա նշանակում։ Նարի Բադալյան թերթերից մեկում հրապարակում գծված էր կամուֆլյաժ դրանից առաջ։ Սրանք դրվագներ են, որոնք ամբողջացնում են չի կարա 27-ը օր առաջ բացահայտված չլինի։ Ես ասեմ, անձամբ ես այստեղ եմ եւ անընդհատ այս պայից սկսած, որտեղ այսօր ես բավարարած չեմ, դուք 5 րոպե շուտ վերջացրեցիք եւ որևէ բառ հոկտեմբերի 28-ի մասին չեք ասել։ Որևէ բառ։ Մեզ եք խնայում, չէ, չխնայեք, գոնե ինչ չխնայեք։ Գագիկ Մերկոնյանին չխնայեք, չգիտեմ էլ ով կա։ Սերյան Օհանյանին չխնայեք, մի խնայեք։ Տվեք մեզ հեռանկարը օր առաջ 27-ի թեման փակվելու, բայց իրական բացահայտում է պետք մեզ, որտեղ վկաները դեռ կան, կարևոր վկաներ, իսկ մահացածների առկայությունը հնարավորություն է տալի գտնել
ինչ ուժեր կարային լինեին սրա հետևում։ Դրանք շատ ազդեցիկ կարային լինեին։ Ափսոս Հրաչ Հարությունյանը մահացել է, որը նաև օպերատիվ ապահովումներ ապահովում 27-ի գործի։ Շատ առասվածային, մեկուսարան, հոգեմետ դեղ, Ալիկ Հարությունյան, կեղծիքի դետեկտորը չկարողացան օգտագործեն, հաջորդ օրն որոշեցին էլ չեն օգտագործում։ Արտադրության նախարար Հարությունյան։ Ավարտեք։ Հա, շնորհակալ եմ։ Ես ուզում եմ ասեմ նաև մի դրվագ կապած դատախազության անընդհատ բողոքարկումների հետ կապված, ես բերել էի, որ այդ մասին խոսեի։ Պարոն Եղոյան, դուք շատ ճիշտ եք։ Ես կտամ մի դրվագ, որը քրեական ենթամշակույթի հետ ոչ մի կապ չունի, կոնկրետ գործի հետ կապ ունի, որտեղ դատախազությունը 2 անգամ բոլոր ատյաններում պարտվել է, եւ 3-րդ անգամ նորից բողոք եք ներկայացրել, շարունակեք բողոքել, որի արդյունքում այդ կուկուռուզնիկ կոչվածը երբեք չի կառուցվելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդիվ Թադևոս Ալատիսյան, համեցեք։